քաղաքակրթական անցում է, մարդկության անցումն է եւ բոլոր երկրներում բուրն բևեռացված հասարակություններ ենք տեսնում, որտեղ ամեն տեսակ ընդհարումներ են տեղի ունենում։ Միացյալ Նահանգներ կլինի, Ռուսաստան կլինի, Իրան կլինի, մեր 4 կողմ, Թուրքիայում նույն վիճակն է։ Այստեղ նորից արժեքների քաղաքակրթական մակարդակն է արժեքների։ Եվ այդտեղ մենք պետք է հասկանանք մեր ճանապարհը որն է, մենք որ քաղաքակրթությանն ենք պատկանում, իսկ այդտեղ ես կարծում եմ շատ կարևոր է նկատել, որ ամբողջ այսպես աշխարհում եվրոպական եւ նաեւ Ռուսաստանում, չէ, քրիստոնեության վերածննդի նշաններ են տեղի ունենում։ Վերածնունդ, որը որ չեմ կարող ասել, որ ինքը ավանդական ձևով է լինելու, մեր եւ հայ եկեղեցին եւ մյուս եկեղեցիները լուրջ ճգնաժամի մեջ են համաշխարհային, բայց այդ որոնումը գնում է։ Այդ որոնումը գնում է նորանալու, հոգեվոր նորանալու խնդիրը կա։ Եվ նույն խնդիրը կա մենք որպես սահմանային ժողովուրդ, որը իսլամական քաղաքակրթության սահմանին ենք գտնվում, մենք միշտ կատարել ենք միջնորդի, որպես արևելյան քրիստոնյաներ, միջնորդի դեր ենք կատարել քաղաքակրթական։ Եվ մեր համար խնդիր չի եղել դարեր շարունակ, թե մահմեդական արաբների, թե Իրանի ժողովրդի հետ խնդիրներ չի։ Մեր խնդիրը դա Թուրքիայի հետ է, որը ցեղասպանության վերածվեց։ Եվ այստեղ պետք է էլի հարազատ մնալ քո տեսակին, հարազատ մնալ եւ ինքնախարազանումով չզբաղվել, թե մենք էինք պատճառը, որ մեզ ցեղասպանության ենթարկեցին։ Այդ հանցագործությունը կատարվել է եւ այդ հանցագործության համար զոհերին չի կարելի մեղադրել, ինչպես որ մենք լսում ենք այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից։ Այս խնդիրը քրիստոնեության եւ նաեւ քրիստոնյա եւ իսլամական աշխարհի մեջ միջնորդության խնդիրը հայ ժողովուրդ դարերի ընթացքում եղել է այդ ծիրի մեջ եւ հաջող է եղել։ Հիմա նորից նույն խնդիրը կա։ Տեսեք, հիմա մենք գտնվում ենք հենց 26 թվականի փետրվարի շեմին լուրջ փոփոխությունների շեմին մեր տարածաշրջանում Իրանի հետ կապված։ Եվ մեր համար հսկա մի կողմից մարտահրավեր է, մյուս կողմից էլ մեծ հնարավորություն այն ծուղակից, այն փոսից դուրս գալու համար, որի մեջ հայտնվել ենք մենք քաղաքական իմաստով, որովհետև այս թուրքական ծրագիրը, որը հիմա իրականացվում է, Հայաստանում եւ այսօրվա ադմինիստրացիան պատճառն այդ թուրքական ծրագիրը իրականացնելուն է լծված, ինքը շատ արագ փոխվելու է, որովհետև մենք տեսնում ենք, որ այն ուժերը, որոնք որ Իրանում հիմա փոփոխություններ են ուզում, նրանք չեն ուզում որ քանդեն այդ երկիրը։ Հակառակ դեպքում կռմբակոծեին բան, չէ, այդ ամեն ինչը կարելի է շատ ուրիշ ձևի պատերազմը, բայց այնտեղ ռեժիմի փոփոխության խնդիր է դրվում, որ երկրի ինքնիշխանությունը պահպանվի, տարածական ամբողջականություն պահպանվի, որովհետև այն կոնստրուկցիան մերձավոր արևելքի, որում մենք կանք, այնտեղ հակասությունները կխորանան շատ մեծ չափով նույն Թուրքիայի եւ նույն Իսրայելի միջև։ Շատ ծայրահեղ ձևով արդեն մենք տեսնում ենք, չէ՞, Թուրքիան, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ դաշնություն է ստեղծել ռազմաքաղաքական կամ ստեղծման ընթացքի մեջ է եւ դրանից տուժում է նույն Իսրայելը, որը Հնդկաստանի հետ փորձում է նոր առանցք ստեղծել։ Այսինքն Իրանի փոփոխությունը, Իրանի իշխանության փոփոխությունը հանգեցնելու է Աբրահամյան համաձայնագրերի մեջ Իրանին հրավիրելուն եւ սրա մասին Թրամփը արդեն իսկ հայտարարել է։ Չի երբևիցե դուք լսել եք, որ Թրամփը ասի, որ Թուրքիան հրավիրվում է Աբրահամյան համաձայնագրերի։ Չէ, չեք լսել այդպիսի բան։ Բայց տեսեք, Ղազախստանը արդեն համաձայնվել է։ Ադրբեջանին առաջարկել են, Ադրբեջանը հրաժարվել է։ Ուրեմն այստեղ պետք է ավելի լավ կարողանալ տեսնել, որ այս նոր առաջացող աշխարհաքաղաքական ճարտարապետության մեջ հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար։ Հնարավորություններից կարելի է օգտվել, եթե դու պարզապես դիտող չես։ Իսկ գուցե դու միայն դիտող ես եւ այդ դիտող լինելով քամիները կգան, կգնան, համաձայն ձերդ համաձայն եմ։ Այստեղ դիտող լինել չի կարելի, այստեղ չի կարելի ասել, թե ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև քաղաքականությունն է զբաղվելու քեզնով, եթե դու չես զբաղվելու իրենով, եւ մենք պիտի ակտիվ լինենք եւ պիտի ստեղծենք Հայաստանում քաղաքական դաշտ, որը ամայացած է։
Հայաստանում քաղաքական դաշտը ոչ միայն քաղաքական դաշտն է ամայացած, այլև հիմա անցել են ամայացնելու ազգային հաստատությունները, ինչպես օրինակ եկեղեցին։ Դրա համար քաղաքական դաշտի ծնման համար ժամանակ է անհրաժեշտ։ Այդ անցումային շրջանը, որը պիտի լինի քաղաքական դաշտը վերականգնելու համար, պիտի լինի ուժերի են համախմբվածությամբ ազգային ազատագրական ուժերի, որոնք հասկանում են, որ մենք հիմա օկուպացված վիճակում ենք գտնվում։ Այդ օկուպացված վիճակից դուրս գալու համար պիտի համախմբում առաջանա։ Համախմբումը ինչի շուրջ պիտի առաջանա։ Ես կարծում եմ, որ այսօրվա միակ ազգային հաստատությունը, որը մենք ունենք, դա մեր եկեղեցին է։ Դրա շուրջ կարող են քաղաքական տարբեր պատկերացումներ ունեցող ուժեր համախմբում ստեղծել։ Եվ դրանից հետո համաձայնության գալ, որ այո, անցումային շրջան է պետք լինելու մեզ, որից հետո կարող ենք նոր ձևով վերացկսել մեր ազգային պետական կյանքը, որտեղ մեր ազգային պետական կյանքը այսօր սննկացած վիճակում է։ Այսօր մեզ որպես օբյեկտ ոչ ոք չի ընդունում։ Մեզ ընդունում են որպես սուբյեկտ, եւ դա արտահայտվում է բազմաթիվ ձևերով։ Սա սուբյեկտի վարքագիծ է։ Ես կասեմ Վենսն է գալիս է այո, Վենսը գալիս է, ինչպես որ Վենսից առաջ հիշում եք դեմոկրատների ժամանակ Հայաստան եկավ Նենսի Փելոնսին, չէ՞, պատահական չէր, չէ՞, այդ այցելությունը։ Հիշում եք Երևանում ինչ հայտարարեց նա։ Նա ասաց, որ Թայվանը, Ուկրաինան եւ Հայաստանը մեր համար ամենակարևոր կետերն են, չէ՞։ Հա, Միացյալ Նահանգների էլիտայի համար սա ոչ թե Հայաստանը, այլ ամբողջ հարավային Կովկասը դա Եվրազիայի ամենակարևոր կետերից մեկն է։ Իրենք կետ են դիտում։ Ամբողջ հարավային Կովկասը իրենց համար մի կետ է։ Եվ այդ կետի համար իրենք ունեն իրենց ռազմավարությունը, որը կապված է Չինաստանի հետ իրենց հարաբերություններում այս տարածաշրջանի կարևորության հետ։ Նախ, այո, այն որ եկեղեցին հիվանդ է, այստեղ երկու կասկած լինել չի կարող, ինչպես եւ ամբողջ ժողովուրդն է հիվանդ, որտեղ եկեղեցին ժողովուրդն է ի վերջո։ Եվ այդտեղ լուրջ անելիքներ կան, բայց առաջարկվող բուժումը հիվանդությունից ավելի վատ է, որովհետեւ առաջարկողը նախ պետությունը չի կարող լինել, պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցական կրոնական այդ գործերին, եւ այն ինչ որ ընտրողական քրեական գործեր են, ինչ որ մարդկանց նկատմամբ հարուցվել, չէ՞, մենք չգիտենք, որ ինչ հանցագործներ են ազատ շրջում Հայաստանում, հա, այդ ուրեմն այդ բոլոր հանցագործները մոռացանք, հա, քրեական ամենածանր ընտրողական գործերը, ասենք հոգեվորականների նկատմամբ, հա, սկսվեց եւ բոլորի ուշադրությունը շեղում են դեպի դա։ Ուրիշ հանցագործներ չկան քրեական։ Բայց եթե ուրիշ հանցագործներ կան եւ այնտեղ էլ խնդիր կա, եւ հետո այն խնդիրը, որ դու ինչով ես փոխարինում, հա, ով պիտի փոխարինի ում, հա, այդ ամբողջ հարցերը բոլորը գիտեն, չէ՞, որ երկկողմանի այնտեղ էլ խնդիրներ կան։ Ուրեմն այստեղ կեղծիք է, որ դու ուզում ես բարելավում անես, դու իրավունք չունես, ոչ բարոյական, ոչ օրինական, սահմանադրական իրավունք չունես խառնվելու այդ գործերին։ Որ այնտեղ խնդիր կա այդ 100%, որ այնտեղ պիտի շատ լուրջ բարեփոխումներ լինեն եկեղեցու հետ կապված, հստակ այդպես է։ Այսինքն, այսպես ձևակերպեմ, օրենքի խախտում, եթե կանոնակարգի խախտումը անվանենք օրենքի խախտում, եթե կանոնակարգի խախտում է եղել եկեղեցում, օրենքը խախտելով օրենքի խախտում չի կարելի շտկել։ Իհարկե, եւ այստեղ ես արդեն Լեմկինի ինստիտուտի այդ մտահոգությունները ասացի, որովհետև սա հստակորեն արտաքին օրակարգի սպասարկում է, որովհետև մենք գիտենք, չէ, որ եկեղեցին ռևանշիստական կառույց է հայտարարված Ադրբեջանի կողմից, չէ, եւ այստեղ էլ այդ եկեղեցու դեմ հարձակում է սկսվել։ Այսինքն այստեղ հստակ տեսնում ենք, որ սպասարկում է արտաքին օրակարգը, պառակտել եկեղեցին, զրկել իրեն այդ հեղինակությունից, վարկաբեկել, ժողովրդի մեջ հուսահատությունը տարածել, այս ամեն ինչ կատարվում է, բայց ես չեմ կարծում, որ եթե Ստալինին չի հաջողվել, եթե Օսմանյան Թուրքիային չի հաջողվել, Նիկոլենց հաստատ չի հաջողվել։ Փարոս, եթե համարենք մեծ օվկիանոսի կամ ծովի մեջ ենք եւ կա մեկ փարոս, դա դուք կարող եք ասել արժեքներ, դա դուք կարող եք ասել գաղափար ազգին միավորող, բայց փարոս կարող եք ասել
ինչը կարող է հանդիսանալ Փարոսի դերում, որպեսի ամբողջ հայ ազգը գնա դեպի այդ լույսը մթության մեջ։ Այդ ես չեմ ասել, Կոստան Զարյանն է ասել, այդ Փարոսը Արարատ լեռն է, եւ ինքը Արարատյան մարդու մասին էր խոսում, Արարատյան մարդու, որը իր մեջ այդ նորացումը ունի, որտեղ ինքը երբ որ քրիստոնեական, գիտեք որ իրենք դեռևս 14 թվականին Պոլսում Մեհյան ամսագիրն էին հրատարակում Դանիել Վարուժանի, Օշականի եւ Սիրունու հետ եւ այնտեղ այդ Մեհյանը եւ Հեթանոս երկերի շարքը Վարուժանի եւ այլն այդ հեթանոսությունը շատերը խառնում են, կարծում են որ այդ շարժումը որ կար հեթանոսության հետ կապված կրոնական վերածննդի խնդիր էր դնում հեթանոսության կամ եւ ժխտելու քրիստոնեության հավատքը, այդպես չէր։ Կոստան Զարյանը եւ այդ հեթանոս շարժման առսարակ այդ շարժիչ ուժը դա այն էր, որ իրենք խոնարհումը, քրիստոնեական խոնարհումը, որպես ինքնալքում մերժում էին։ Իրենք երբեք չէին ընդունում, ասում էին, որ քրիստոնեությունը դարերի ընթացքում կտրվել է արմատից, հողից, իսկ այդ հողը հեթանոսական բնազդն է, բնության, կյանքի, հողի, մարմնի նկատմամբ, եւ այդ ամեն ինչը պետք է վերականգնել, որովհետեւ այդ բնազդը ուժ է տալիս։ Եթե այդ բնազդը առանց, այսպես ասած, քրիստոնեության կույր ուժ է, բայց քրիստոնեությունն էլ առանց այդ կապի, այդ հողի հետ, ինքը հոգի է առանց ուժի, եւ իրենց այդ շարժումը վերածնման շարժում էր, որպես այդ ամբողջացնելու, ոչ թե սինթեզման մասին էր խոսքը, որտեղ իրենք չէին մերժում քրիստոնեական կրոնը, հավատքը, եւ ոչ էլ ասում էին, որ պետք է մենք հիմա նոր կրոն ստեղծենք հեթանոսական, բայց իրենք ասում էին, որ այդ բնազդը, որ մեր ժողովուրդը ունի, պետք է արթնացնել։ Նույնը Կոմիտասի մոտ էր, երկերը, եթե նայեք Կոմիտասը ասում է, չէ, հեթանոս մեր հեթանոսական ժողովրդական երկերի եւ հոգեվոր երկերի միջեւ հակասություն չկա, մեկը մյուսի շարունակությունն է եղել եւ իր ամբողջ աշխատանքը հենց այդ ամբողջացման վրա էր, կենթանացրեց մեր երաժշտությունը Կոմիտասը իր գործով։ Նույն այդ շարժման մի ուրիշ այսպես երեսն էր։ Հիմա նույնը մենք քանի որ պատմական սառեցում է եղել այդ կոմունիստական տարիներին, մենք կտրվել ենք այն որոնումներից, որը որ 19-րդ դարում մեր մտավորականները եկել հասել էին այն լուծումներին, որը պետքա լիներ մեր ժողովրդի համար։ Եվ դա արարատյան մարդն էր։ Արարատը ինքը այդ իմաստով որպես խորհրդանիշ մի կողմից հենվում է հողի վրա, այդ հեթանոսական բնազդի վրա, մյուս կողմից բարձրանում է դեպի երկինք, դեպի վերև, եւ այդ բարձունքը մարդը այս երկուսի արանքում է, դեպի վեր իր սլացքի մեջ։ Դրա համար եթե դուք որպես սիմվոլ ինձ հարցնեք, դա Արարատ լեռն է։